Այսօր ուզում եմ խոսել մի խայտարակ և ցավալի երևույթի մասին, որը 3 լայն տարածում գտավ համացանցում և տեղի էր ունեցել Մերձավանի դպրոցում։ Բայց հիմա խոսքս չի վերաբերվում միայն կոնկրետ այդ դեպքին։ Ես ուզում եմ անդրադառնալ մի շատ ավելի խոր և մտահոգիչ հարցի։ Մեր հասարակության վերաբերմունքին ուսուցչի ինստիտուտի նկատմամբ։ Այս ուղերձը հասցեագրված է բոլոր ծնողներին, ովքեր ամեն առավոտ իրենց երեխաներին դպրոց են ուղարկում հույսով, որ այնտեղ կստանան կրթություն։ Սիրելի ծնողներ, կրթությունը բաժանվում է 2 հիմնական մասի՝ սոցիալական կրթություն և ինստիտուցիոնալ կրթություն։ Սոցիալական կրթությունը ստանում ենք ընտանիքում՝ դաստիարակություն, արժեքներ, հավատք, ավանդույթներ, մարդը մարդ է դառնում և ձևավորվում է տանը, ոչ թե դպրոցում։ Սա երեխայի հոգևոր հիմքն է, ֆունդամենտը, սոցիալական կրթությունը։ Ինստիտուցիոնալ կրթությունը սկսվում է մանկապարտեզից ու շարունակվում դպրոցով ու համալսարանով։ Բայց եթե այդ հիմնասյունը, ֆունդամենտը թերի է, եթե մենք չենք կարողանում մեր դաստիարակությունը տանը տալ երեխային, ապա անիմաստ է միայն դպրոցից սպասել արդյունքներ և հրաշքներ։ Ցավոք, շատ հաճախ մենք դպրոցը պատկերացնում ենք որպես մի վայր, ուր առավոտյան ուղարկում ենք երեխային, իսկ երեկոյան վերադարձնում տուն մաքուր, կարգապահ և կրթված։ Մենք ծնողներս մեզ ժամանակ չենք տալիս զբաղվելու երեխայի կրթությամբ, փոխարենը ուզում ենք դա ամբողջությամբ անի ուսուցիչը։ Պետք է հասկանալ, երբ դուք նվաստացնում եք ուսուցչին, քննադատում եք նրան երեխայի ներկայությամբ, դուք ոչ թե պարզապես վիրավորում եք այդ մարդուն, այլ փակում եք կրթության դուռը ձեր իսկ երեխայի առջև, բառից բուն իմաստով վնասելով ձեր իսկ երեխային։ Երեխան չի սովորում տետրից կամ գրքից, նա սովորում է մարդուց, ում հարգում է, ում ընդունում է որպես հեղինակություն։ Դուք կարող եք չհամաձայնվել ուսուցչի մեթոդների հետ, համարեք նրան վատ մասնագետ, բայց երբ այդ ամենը քննարկում եք երեխայի ներկայությամբ, երբ նրան ներգրավում եք այդ վիճաբանության մեջ, դուք կոտրում եք ուսուցման ամենակարևոր կապը՝ վստահությունը։ Եվ հիշեք, անկախ այդ մեկ ուսուցչի վարքից, ձեր երեխան առաջիկա 12-ից 18 տարին անցնելու է տասնյակ ուսուցիչների ձեռքով։ Ու երբ դուք այսօր կոտրում եք նրանց հեղինակությունը երեխայի աչքերում, վաղը երեխան չի հարգելու ոչ մեկին, չի սովորելու ոչ մի բան ոչ մեկից։ Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ուսուցիչները կազմում են բնակչության ընդամենը 1-ից 2%-ը։ Դա ամենաբարդ և ամենամարդակենտրոն մասնագիտություններից մեկն է, եթե ոչ ամենից բարդը։ Եվ կրկնում եմ, արժե զրկելով ուսուցչի կերպարը ձեր երեխայի աչքերում, դուք նրան դատապարտում եք տգիտության։ Հուսով եմ այս խոսքերը կօգնեն մեզ, որպեսզի հասարակությունը վերագնահատի մի փոքր իր վերաբերմունքը ուսուցչի ինստիտուտի և կրթության հանդեպ։ Ուսուցիչը կատարյալ չէ, բայց նա ամեն օր զարթնում է և գնում է դպրոց կրթելու և դաս տալու մեր երեխաներին, որոնց հաճախ մենք չենք կարողանում դաստիարակել տանը։ Եվ հիշեք, եթե քանդվի և ձախողվի ուսուցչի ինստիտուտը, ապա կձախողվի ողջ հասարակությունը։ Արդեն 2 օր է ձեր հանդեպ ճնշումները չեն դադարում և շատ տարբեր կարծիքներ են համացանցում։ Շատերը նաև այսօր, որ ձեզ տեսել են դպրոցում, զարմանում են, որ ինչպես եք կարողացել նորից գալ դպրոց այդ ճնշումներից հետո, ինչպես են ձեզ այսօր ընդունել դպրոցում, կպատմեք։ Շատ կարճ կասեմ, ես դպրոց եկել եմ, ընդունել եմ շատ լավ, ես դպրոցում հանդիպեցի, դպրոց են եկել նաև մեր մարզպետարանի աշխատակիցները, մարզպետի գլխավորությամբ և նրա օգնականը և մեր հանրապետության ու մեր Արմավիրի մարզի կրթության վարչության պետ Սոնյա Բուդաղյանը և նորմալ եղել է ամեն ինչ,
այսքանը նորմալ դասեր են եղել։ Ես վերջի 2 ժամի վերաբերյալ թույլտվություն էի խնդրել, շատ շտապ գործեր ունեի, քանի որ թույլ չտվեց, ես հնարավորինս ինչքան հնարավոր դասեր անցկացրեցի։ Իսկ այդ մեղադրանքներին ի պատասխան ինչ կասեք։ Երեխաների մեղադրանքներին ի պատասխան, նաև հաստատության տնօրինության ուսուցչական անձնակազմի։ Ես ասեմ, նորից ասեմ, շատ կարճ ասեմ երեխաները, անձև կաշի ասելով փոխաբերական իմաստով եմ ասում։ Երեխան այն ուժն է, որ կարելի է արագ թեքել։ Բայց ինչ եմ ասում, ես միշտ ասել եմ, ես վատ աշակերտներ չունեմ։ Դա եղել է իմ սկզբունքը։ Անգամ եթե ես տեսել եմ որևիցե մի վատ բան, ես ընդունել եմ, որ դա առաջ որ ես ավելի ջահել էի ասում էի դա քո երեխան է, հիմա ես մտածում եմ, որ դա իմ թորնիկն է։ Ճիշտ է, երեխան է իմ աշխատանքի հիմնական ուժը, որի մեջ ես ուժը սխալ շարժիչ։ Հա, շարժիչը, որ ինձ մղում է դպրոց։ Շատ հոգնած եմ էլի առավոտյան ինչ էի ուզում ասել, բայց ես ամեն դեպքում միշտ ներողամիտ եմ վերաբերվում երեխաներին։ Այսինքն ներել եք երեխաներին Հա, ես դիպնդակցիան։ երեխաներին ներել եմ։ Իսկ սկզբանե, երբ որ ինձ ասեցին 3 երեխա այդ զանգը ստացա հեռը, ես ված զգացի, ասի երեխաներին պետք չէր անել։ Բայց ով որ իրոք կազմակերպվում էին դեմ ու իրոք կազմակերպել էր դպրոցը։ Դուք կարծում եք այս պատմությունը կազմակերպված է ձեզ հեռացնելու համար։ Դե ինձ ոչ թե չգիտեմ ինչ համար էր կազմակերպված, երևի ինչ որ ի նպատակով կազմակերպված էր։ Ամեն դեպքում դա լավ բան չէր կազմակերպել ուսուցչի դեմ այդպիսի բաներ ու նսեմացնել ուսուցչին, վիրավորել, ոչ մեկն էլ այդ ժամ ու կես այդ ծանրությունը այդ աշճանահարթակի վրա չէր տանի, բայց ես փորձում էի ապացուցել արդարությունը, այսքանը։ Տիկին Դավթյան, այս 2 օրերի ընթացքում մտադրություն եղել է դպրոցից հեռանալու անվերադարձ։ 3 որ ես չեմ եկել դպրոց, առավոտյան որ արթնացա, մտածում էի, որ նախ տեսա անձրև է, եղանակը չէր տրամադրում, դե տարբեր նայում էի տեսա վիդեոները եւ տեսա հոլովակները, վատ էի զգում, մտածում էի ինչու գնամ, հետո մտածում էի ինչու չգնամ, բոլոր մարդիկ էլ, ես կասեմ, բոլոր մարդիկ էլ երկակի են։ Բոլոր մարդիկ էլ դժվար պահերին կասկածում են, բոլոր մարդկանց մոտ էլ այդ երկակիությունը բաները կան։ Հետո ես իմ մեջ ուժ գտա, նորից եկա, քանի որ ես սիրում եմ իմ աշխատանքը։ Իսկ այդ աշակերտներին այսօր հանդիպել եք, ովքեր այդպես անպագորգոր հայտարարություններ էին անում ձեր հասցեին, եւ ինչպես է եղել ձեր հանդիպումը։ Նրանք ներողություն խնդրեցին, ներողություն կամովի, ես ասացի, որ ես ներել եմ, դե ասենք ես չեմ սիրում, որ ինձ կպնում փաթաթվում են, բայց երեխաները դա էլ արեցին։ Նաև Արամ Մելիքյանը այսօր հայտարարեց, որ ձեզ $1000 գումար է փոխանցում որպես աջակցություն, նաև ես վստահ եմ դուք տեսել եք ինչ մեծ աջակցություն եւ սատարում կա ուղղված ձեզ, ինչ կասեք հանրությանը։ Շնորհակալ եմ հանրությանը, որ ուսուցիչ արժեքը գնահատում է։ Շնորհակալ եմ Արամ Մելիքյանին, ուզում եի տես չեմ հասցնում նայել, շնորհակալ եմ օգնության համար։